Արցախից եմ, Մարտունու շրջանի Մարտունի քաղաքից եմ։ Ձեր անունն եք ասել։ Կարեն Բաղարյան։ Ձեր մի քիչ Արցախի կյանքի մասին եթե պատմեք։ Դե 17 տարեկան զինվորական համազգեստ եմ կրում։ Բոլոր կռիվները մասնակցել եմ 88 թվականից մինչև 23 թվականի սեպտեմբերի 19-ը։ Բայց ինչ արած, 30 տարվա պայքարը ջրիկացել է, թողել ենք տուն տեղ հայրենիք, եկել ենք մեր ընտանիքով։ Ընտանիքի մասին պատմեք, քանի հոգի եք ընտանիք։ Ընտանիքը ունեմ երկու աղջիկ, մի տղա, մի տղայիս հարցի և կնոջս հետ եմ։ Մյուս աղջիկս ամուսինը զոհված է, ինքը երկրորդ մասիվում է ապրում, սկեսրոջ հետ։ Մյուս աղջիկս է Գերմանիա է լինում, 16 թվականին է գնացել, ամուսնացած է ընտեղ են ապրում, բայց Հայաստանի քաղաքացի է։ Գիտեք, հույսը միշտ վերջ չունեմ ահանում, բայց ներկապային հույս չկա, որովհետև հողը այլամբ են պահում, մենք նվիրել ենք, այլամբ էլ պիտի վերցնենք դեռ պատրաստ ենք, այլամբ վերցնելու, ժողովուրդը դրան պատրաստ չի։ Գուցե մեր հաջորդ սերունդը ավելի պատվաստր լինի, ավելի հայրենասեր լինի կարողանա, բայց ներկա սերունդի վրա ես հույս չեմ դնում։ Դե ինչ արեմ, ես ընդամենը այնտեղ կարողացել եմ մի բուր հող բերեմ ինձ հետ։ Մի բուր հողը։ Դե ոնց պետության տված ես 50,000-ը զորը տանվարձ ենք տալիս, մի կերպ է գլուխներս պահում ենք էլի։ Երևանում նոր 5-րդ մասիվում ենք, 200,000 տանվարձ ենք տալիս։ Թորիկս էլ ես տեղ է ծնվել, Հայաստանի քաղաքացի ինքը։ Դե ինչ ասեմ, շատ դժվար է, դժվար։ Չգիտեմ, ես մտածում եմ, արդեն կապվել եմ Ռուսաստան ընկերներիս հետ, ստիպված պիտի հայրենիք չլքեմ գնամ, եթե չկարողանամ այնտեղ իմ միանցրով այստեղ տանվարձս, այնտեղ ես 6 ամիս կարամ տանվարձամ ապրեմ։ Այստեղ գնում ես աշխատանք ես խնդրում, ասում եմ տարիքային սահմանափակում կա, ինչ անես։ Դե փառքաստը լավ ճարվեցին ինձ վերցրին աշխատանքի, բայց աշխատավարձը քիչ է քան պահանջում, ինչքան որ պահանջում էլի ապրել է ապար։ Զորով մի կերպ ապրում ենք, դեռ փառքաստուծով, բայց որը 50,000-ները կտրվեց, երևի թե 90%-ը արդեն բոմժի կարգավիճակ է ստանալու։ Ես մտածում եմ, որ իրենց հետ ասած տունը առնվազն 4-5 տարուց հետո կարան մեծամասնությունը ստանալ։ Ներկապայից շատ մի 100 ընտանիք, առաջիկա 2-3 տարվա ընթացքում։ Իսկ մնացածն էլ ես չեմ հավատում, որովհետև կյանքը այնպես է, որ կարող է վաղը մի ուրիշ բան լինի։ Ով է հավատացել, որ Արցախը Ադրբեջանի կազմում կմնա։ Իսկ որտեղ եկեց որ վաղը Երևանը չեն ասելու մերն է։ Ես ներկապային մեզ այդպիսի իշխանություն չեմ տեսնում, որ կարողանա դրա դիմաց հառնել։ Ես բան չունեմ ասելու իր ասածի իրավունքն է այդպես մտածի, որովհետև ամեն մարդ իր միտքը ունի։ Բայց ինձ համար մինչև մեռնելու օրս շարժումը մնալու։ Ես եղել եմ շարժման ակունքներում, Մարտունու շրջանն սկսել շարժումը եւ առաջին գործադուլը ես եմ կազմակերպել, որ բոլորը դուրս գան, մինչև մեռնելու օրս էլ պայքարը շարունակելու։ Ոնց կարողանամ։ Չեմ ասում, այսին մեծ բաներ եմ անել, բայց ինչքան իմ առողջությունս ներուժների անելու եմ, ուրիշ բան չկա։